Բարև շանթիեթերը շարունակում է հորիզոնը։ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 20-ին ժամը 2:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավառ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը։ Տուժածներ չկան։ Ադրբեջանական կողմին կոչ են կանում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչ օրս Ադրբեջանը չի արձագանքել, ասված է Պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրո Լիուղլիին, ով Հայաստանում է գտնվում տարածաշրջանային այցի շրջանակում։ Հանդիպմանը Ֆերիդուն Սինիրլիօղլուն նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանը ԵԱՀԿ-ի համար ունի ռազմավարական նշանակություն եւ կառույցը շարունակելու է նպաստել խաղաղության օրակարգի առաջմղմանը։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ողջունել է այդ ուղղությամբ ներդրվող ջանքերը տարածաշրջանային խաղաղության եւ կայունության ապահովման նպատակով։ Այս համատեքստում զրուցակիցները Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրման հույս են հայտնել։ Վարչապետ Փաշինյանը անդրադարձել է խաղաղության համաձայնագիրը ստորագրելու գործընթացում Հայաստանի դիրքորոշումներին, շեշտելով, որ խաղաղության օրակարգը Հայաստանի կառավարության առաջնահերթությունն է։ Իր հերթին ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ տարածաշրջանում խաղաղության հասնելու մեծ հնարավորություններ կան եւ պետք է դրանք իրացնել։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւս հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ, անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, այդ թվում կարևորելով երկու երկրների միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի համաձայնեցված լինելու հանգամանքը։ Նախարար Միրզոյանը շեշտել է համաձայնագրի ստորագրման կարևորությունը։ Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի առնչությամբ Հայաստանի կողմից հնչեցված մոտեցմանը, ինչպես նաեւ ներկայացրել խաղաղության գործընթացի մյուս բաղադրիչների առնչությամբ Հայաստանի կողմից առաջ քաշված կառուցողական առաջարկները։ Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում ընդգծվել է Հարավային Կովկասի որպես յուրահատուկ խաչմերուկի մեծ ներուժն ու տարանցիկ հնարավորություններից օգտվելու ժամանակի հրամայականը։ Արարատ Միրզոյանը եւ Ֆերիդուն Սինիրլիօղլուն մտքեր են փոխանակել նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ Բանգկոկում ընթացող ՄԱԿ-ի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակներում ելույթով հանդես է եկել Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսօղոմոնյանը։ Իր խոսքում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալն առանձնակի կարևորել է 2026 թվականին Երևանում կայանալիք կենսաբազմազանության COP17 համաժողովի անցկացումը։ Անդրադառնալով Հայաստանի կողմից որդեգրած խաղաղության օրակարգին արտաքին գործերի նախարարի տեղակալը մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ հայեցակարգը եւ ընդգծել դրա ներուժը որպես տնտեսական փոխկապակցվածության ապահովման եւ խաղաղության ձևավորման կարևոր երաշխիք, ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Խորհրդարանն այսօր հերթականիստերի աշխատանքը շարունակել է հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության եւ տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդման քննարկումով։ Մտքերի փոխանակման փուլում հերթագրված падգամավորները սակայն ըստ էության հանձնաժողովի զեկույցին չեն անդրադարձել եւ հիմնականում արել են քաղաքական բնույթի հայտարարություններ։ Քանի որ տարին նախընտրական է, այս ընթացքում ընդդիմադիր մեդիաները ոչ միայն բազմացել են ճագարային սկզբունքով, մասնավորապես բացվել են նորանոր մեդիաներ, նորանոր լրատվականներ, սև ու կոռումպացված փողերը, որոնք հաճախ նաև ակնհայտորեն այս կամ այն առնչությունը ունեն այս կամ այն քրեական գործի հետ անցնողների հետ, շատ դեպքերում նաև թմրանյութի գործերով անցնողների հետ լցվել են լրատվական դաշտ ու լրատվական տերորը հասել է մի նոր մակարդակի ու նոր բարձունքի։ Ատելության խոսքի գեներացիան ընդդիմադիր լրատվականներով պատմական մաքսիմումի վրա է հասել։ Նմանատիպ մակարդակի եղել է, ենթադրում եմ, մեկ էլ 1999 թվականին հոկտեմբերի 27-ից առաջ, երբ դաշնակցական ու մերձ դաշնակցական մամուլը ամեն կերպ ցեխոտում էր ու ատելություն էր տարածում Վազգեն Սարգսյանի նկատմամբ, ինչու՞ չէ տեղ-տեղ նաև Կարեն Դեմիրճյանի նկատմամբ։ Ինչ որ նոր բան կամ նոր ասելիք որպես այդպիսին չգեներացնող ընդդիմադիր քաղաքական միտքը անցել է հին ու բարի իրենց կողմից մեկ անգամ արդեն իսկ փորձված ու աշխատած տարբերակին։
ուղղակի ցեխոտել, ուղղակի վիրավորել, ուղղակի ատելություն քարոզել քաղաքական մեծամասնության եւ նրա աջակիցների նկատմամբ։ Մեծամասնությանը անվանել թուրք ու դավաճան, աջակիցներին ժեղ ու նորից թուրք դավաճան ժեղ, թուրք դավաճան։ Այս պրիզմայից ոչ մի կերպ դուրս չեկող ընդդիմադիր լրատվականները հաճախ, ինչն ամենահետաքրքիրն է, բայց այս ընդդիմադիր լրատվականները չեն խորշում խոսելուց ատելության խոսքի տարածման մասին։ Ու դե ատելության խոսքի տարածման մեջ մեղադրում են այնպիսի լրատվականների, որոնք դրանով աչքի չեն ընկնում երբեք։ Դժվար ամեն անգամ լսել մարդկանց ելույթներ, որոնք այդ ամեն ինչը չեն տեսել։ Դու ապրել ես, իրանք չեն տեսել։ Շատ չեմ ուզում խոսքս ծանրացնեմ այդ ամեն ինչի վրա։ Գեգամ Նազարյանը նստած է այստեղ Հայկական ժամանակ։ 1990 թվական հոկտեմբեր 27-ից առաջ ո՞ր մամուլներ Վազգեն Սարգսյանի դեմ արշավանում։ Էտով ասեց։ Գլուխդ պատով տվեցի։ Գլուխդ պատով տվել ես դու։ Այլևս մի մցրու լսի, եթե ձեր ամեն սուտ խոսալու ժամանակ ասեի գլուխդ պատով տված նախադասությունը գլուխ չեր մնա։ Ես ձեզ խնդրում եմ, տես, գալիս խոսում ես, ասում ես ներողություն չեք ուզում, խնդրեք, ասենք, ասել եմ, դուք շատ բաների չեմպիոն եք, նաև վիրավորանքներ եւ իրավիճակը լարելու չեմպիոն եք, ելույթ ես ունենում, մարդը արձագանքում ասում է գլուխդ պատով ես տվել դու, ես էլ ասում գլուխդ պատով տվել ես դու, տեսնում ենք արդեն, իմիջիալոց, մի սպառնում ես ինձ, դե հետով ասեց հա, գլուխները պատով եք տալիս, բոլորդ, ով որ կարա իրան թույլ տա սպառնի, ով կարա սպառնա գլուխը պատով է տալու։ Ես ուզում եմ հիշեցնել, որ այև որ դաշնակցությունը այստեղ խրոխտ կերպով հանդես է գալիս որպես նվաճողական կազմակերպություն, 90-ականներին, երբ որ Ղարաբաղում հայկական կողմը տարածքային ձեռքբերումներ էր գրանցում, այդ նույն դաշնակցությունը Երևանի փողոցներում միտինգներ էր անում այսօրերի նման եւ պահանջում էր այն ժամանակվա իշխանության հրաժարականը եւ այն ժամանակվա իշխանությանն էր ասում դավաճան։ Այսինքն, բայ եթե այդքան դուք տենց հողեր նվաճող եք, բա այդ ժամանակ ինչ էիք խոսում, այդ ինչ ցույցեր էիք անում այդ ժամանակ, կամ որ ասում է դուք հրաժարվում եք անցյալից, դուք հրաժարվում եք մեր ինքնությունից, հա, բա այդ երբ որ Թուրքիայի նախագահը գալիս էր Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը նայելու, այդ ցեղասպանությունը ուրացողներ, խեիք ծիծեռնակաբերդի լույսերը անջատում։ Այ Արարատը ուրացողներ, ինչի եք հավաքականի մարզաշապիկից Արարատի պատկերը հանում։ Բայց սա դուք եք արել ձեր իշխանության ժամանակ, բա ուրացել եք, խեք ուրացել։ Երևանում նախորդ տարի 20,000-ից ավելի ծառ է տնկվել գործակարգավարական խորհրդակցությանը վստահեցրել են, որ մինչև մայիսի վերջ այդ թիվը կմոտենա 25,000-ի, մանրամասները ռեպորտաժում։ Երևանի մետրոպոլիտենում շարունակվում է ենթակառուցվածքների փուլային արդիականացումը, Սասունցի Դավիթ կայարանում ավարտվել են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները, զեկուցվեց, որ նոր շարժասանդուղքները գործարկվել են եւ արդեն սպասարկում են ուղևորներին։ Խնդրեի նայեք էկրանների վրա, տեղադրված է, եւ դրանից հետո արդեն անցել ենք հիմա արդեն իմ հրամանով Զորավար Անդրանիկ կայարանի ապամոնտաժման աշխատանքներն սկսվել Երև մի քանի ամսում էլ դա կվերջացնենք։ Շաբաթ օրը Նոր-Նորքի 5-րդ զանգվածի եկեղեցու հարակից տարածքում Դավիթ Բեկի հարակից տարածքում քաղաքապետարանը մոտ 6 հեկտարի վրա իրականացրել է ծառատնկման աշխատանքներ, տնկել մոտ 1300 ծառ ու 200 մշտադալար թուփ։ Այդ տարածքում արդեն իսկ իրականացվել էին շինբարեկարգման աշխատանքները, շատ գեղեցիկ կասկադներ կառուցվել, շատրվաններ էին կառուցվել, այդ տարածքը ամբողջապես ռոռոկման համակարգով հագեցած է եւ այդ հատվածում շատ շուտով մենք տեսնելու ենք շատ գեղեցիկ եւ կանաչ տարածք։ Երևանի քաղաքապետը կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն ՀՕԱԿ-ի տնօրենին խնդրեց մանրամասներ ներկայացնել ծառատունկի աշխատանքներից։ Բեգոյանի խոսքով այս տարվա 4 ամիսների ընթացքում ռոռոկման համակարգերի անցկացման տեմպերը մոտենում են 10 կիլոմետրի, իսկ տարվա պլանը 25 կիլոմետրն է։ Մոտ 700 ծառ այս շաբաթվա մեջ մի նոր անտառային գոտի ենք ստեղծում, պաշտպանիչ գոտի, ինչպես խոստացել էինք, Երևանի մուտքերից մեկի մոտ, դա աշտարակից Երևան մտնող ավտոճանապարհի հարող, այսպես եթե կարող եմ ասել, լանջերն են, եւ դրան գումարած ունեցել ենք մի քանի 100 ծառի ծառատուն, կարծում եմ մինչև
ամռանը մենք կունենանք մոտավորապես 3-ից 4,000 ծառատեսակների տունկ։ Սրան գումարած Երևան քաղաքը ձեռք է բերել մոտ 10,000 մշտադալար թփեր, որով այս պահին Երևան քաղաքում նույնպես դրանք լրացվում են։ Իրականացվել է նաև մշտադալար ասեղնատերևավորների ձմեռային տունկ եղևնիներով եւ սոճիներով։ Բեգոյանի խոսքով դրանց մեծ տնկման աշխատանքներ սպասվում են նաև նոյեմբերին։ Արդեն մեր տնկարանային տնտեսությունն է հիմնականում մատակարարում մշտադալար թփատեսակները, բիոտաներ ունենք շուրջ 40,000-ին հասնող, որով ունեցի փողոցում եւ տարբեր փողոցներում իրականացվել մշտադալար ծառատեսակներով ուրեմն ձևավորման աշխատանքներ։ Այս տարվա մեծ աշխատանքներից, որ կավելանան ըստ Բեգոյանի, Ավինյանի նշած 6 հեկտարի վրա նոր ուրբան անտառի հիմնումներ աշտարակի մուտքի մոտ, 40-ամյակի այգու վերահիմնումը, ֆիզիկայի գարադոկ կոչված հատվածում 1 հեկտարի հասնող նոր այգու հիմնումը, Դավթաշենում 2 դպրոցների արանքում նոր այգու հիմնումը, ինչպես նաև բոլոր վարչական շրջանների բոլոր այգիներում կիրականացվեն ծառերի լրացման աշխատանքներ։ 24 թվականը ամփոփ, որ Երևան քաղաքում 20,000-ից ավել ծառ է տնկվել, արդեն մինչև մայիսի վերջ կարող ենք ասել, որ այդ թիվը կմոտենա 25,000-ին։ Բեգոյանը նաև անդրադարձավ կենտրոն վարչական շրջանում 35 հեկտարի վրա պլանավորվող ծառատունկին։ Այն մեկնարկելու է կենդանաբանական այգուց եւ avարտվելու է Գայի պողոտայում։ Զուգահեռ խորքային ջրերի որոնման աշխատանքներ են կատարվում։ Եկեք կընտրենք նաև մի փողոց, որտեղ որ ծիրանենիների, այսպես ասած, ալեան կունենանք։ Պարոն քաղաքապետ, անհամեստ կհնչի, բայց դեկորատիվ, հատկապես դեկորատիվ ծառատեսակների մասով ստեղծված տնկարանից Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի։ Անհամեստ հնչեց, պարոն Բեգոյան։ Տիգրան Օվակիմյան, Հորիզոն։ Այսքանը կհանդիպենք ժամը 18-ին առայժմ։